Զորահանդես զգա հանդիսավոր երթի ըստ պաշտելի հեռավորությունը երկու գծայի դրոշակակիր խումբը նողի մյուսները աջ դրծ հավասարությունը դեպի աջ քայլով մարշ Մեծարգո նախագահ, մեծարգո վարչապետ, ազգային ժողովի մեծարգո նախագահ, սահմանադրական դատարանի մեծարգո նախագահ, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության հարգելի ներկայացուցիչներ, պարոնայք գեներալներ և սպաներ, հարգարժան հյուրեր, ներկաներ, սիրելի հայրենակիցներ։ Մեկնարկեց Հանրապետության օրվան նվիրված հանդիսավոր երթը։ Հանդիսավոր երթին մասնակցող զորախմբերը ներկայանում են Հայաստանի Հանրապետության բանակի նոր համազգեստով, անդերձավորմամբ։ Նոր համազգեստը ձևավորված է միայն հայկական խորհրդանշաններով, ազգային տարրեր ունեցող տարբերանշաններով։ Իդեպ, զորահանդեսի ամբողջ ընթացքում զինվորական նվագախմբի կատարմամբ կհնչեն միայն հայկական ստեղծագործություններ։ Հանդիսավոր երթը սկսում են զինվորական ճանապարհին առաջին քայլերը կատարող Պաշտպանության նախարարության Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները վարժարանի փոխտնօրեն փոխգնդապետ Արայիկ Սահակյանի ուղեկցությամբ։ Վարժարանում կրթվել և դաստիարակվել են բանիմաց, հմուտ ու արհեստավարժ զինվորականներ, որոնք պատվով ծառայել ու ծառայում են Հայաստանի Հանրապետության բանակում։ Վարժարանի սաներին հաջորդում են ապագա սպաները, Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները, ռազմական ակադեմիայի պետ, արիության մեդալակիր, գնդապետ Արսեն Մանգասարյանի հրամանատարությամբ, Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան բարձրագույն ուսումնական հաստատություն է, որի առաքելությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության խնդիրներն իրագործելուն ունակ բարձրակարգ սպայական կադրերի պատրաստումն ու վերապատրաստումն է։ Հանդիսավոր շարանցումը շարունակում է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի խմբիրների զորախումբը։ Գլխավորում է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, արիության մեդալակիր գեներալ-մայոր Ալբերտ Բաղդադյանը։ Հանրապետության հրապարակում է զինված ուժերի հատուկ նշանակության ուժերի հրամանատարությունը հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի մեդալակիր գնդապետ Լևոն Դավիդյանի հրամանատարությամբ։ Հատուկ նշանակության զորավարժանումները կոչված են իրականացնել ամենաբարդ խնդիրները դժվարամատչելի վայրերում, ունակ են ինքնուրույն լուծել ռազմավարական խնդիրներ։ Միջազգային խաղաղարար առաքելություններում Հայաստանի Հանրապետությունը բազմիցս պատվով ներկայացրած խաղաղապահ ուժերի բրիգադ, հրամանատար գնդապետ Ռուբեն Պապյան։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը միջազգային խաղաղապահ առաքելությամբ հանդես է գալիս դեռևս 2004 թվականի փետրվարից, երբ հայ խաղաղապահների 34 հոգանոց զորախումբը մեկնեց Կոսովո հունական ստորաբաժանման կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնելու համար։ Հայաստանի մանակի կարևոր առանցքային միավոր հանդիսացող տարածքային պաշտպանության զորքերն են շարունակում հանդիսավոր երթը հայրենիքին մատուցած ծառայությունների համար երկրորդ աստիճանի մեդալակիր գեներալ-մայոր Սամվել Մինասյանի գլխավորությամբ։ Տարածքային պաշտպանության զորքերի շարասյունը կազմված է պաշտպան հայրենյաց գումարտակների զինծառայողներից։
Շարային քայլով ներկայանում են Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության զինծառայողները, ռազմական ոստիկանության պետի տեղակալ գնդապետ Արթուր Ումրշյատյանի գլխավորությամբ։ Ռազմական ոստիկանության գործունեությունն ուղղված է ապահովելու նախարարության եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում օրինականության պահպանման, համագործությունների կանխարգելման եւ արատավոր բարքերի դեմ պայքարի, ինչպես նաեւ ռազմական ոստիկանության նորենքով վերապահված խնդիրների կատարումը։ Հանրապետության հրապարակում զինված ուժերի կին զինծառայողներն են, գլխավորում է փոխգնդապետ Սոֆիա Անանյանը։ Կարևորելով կանանց ներգրավվածությունը Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, կառավարությունն այդ ուղղությամբ իրականացրել է մի շարք միջոցառումներ, ներդրել է իգական սերի ներկայացուցիչների կամավոր հիմունքներով պարտադիր ժամկետային 6 ամսյա ծառայության ծրագիրը, որի շահառուներին հնարավորություն է տրվում ծառայությունը շարունակելու Պաշտպան հայրենիաց ծրագրով։ Հանրապետության օրվան նվիրված հանդիսավոր երթը շարունակում են ազգային անվտանգության հատուկ նշանակության զորքերը գնդապետ Արթուր Գյուղերյանի գլխավորությամբ։ Համակարգի որակական բարեփոխումների արդյունքում այսօր հատուկ նշանակության զորքերը հագեցած են ժամանակակից տեխնիկական միջոցներով, տեսադիտարկման համակարգերով, ազգանշանային սարքերով, գիշերային, ցերեկային եւ ջերմային դիտարկման սարքերով, շարժական տեսախցիկներով եւ այլ սարքավորումներով։ Բեմահարթակի առջև են սահմանապահ զորքերի զինծառայողները։ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ ստորաբաժանումը ղեկավարում է մարտական ծառայության մեդալակիր հրամանատարը գնդապետ Գարիկ Մուրադյանը։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը կոչված են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը պահպանելու, պետական սահմանում Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, սահմանային եւ անցման կետերի ռեժիմն ապահովելու, սահմանային վերահսկողություն իրականացնելու համար։ Հատուկ բանակային զորամիավորում հրամանատար մարտական խաչ 2-րդ աստիճանի իշխանշանի ասպետ գեներալ-մայոր Արմեն Գյոզալյան։ Հատուկ բանակային զորամիավորումը Հայաստանի Հանրապետության բանակի առաջին ռազմական կազմավորումն է։ Այն իրականացնում է Հանրապետության հարավ-արևելյան ուղղության պաշտպանությունը։ Հայաստանի Հանրապետության արևելյան դարպասները պաշտպանող զորամիավորման զորախումբն է։ Երկրորդ բանակային զորամիավորում հրամանատար Հայաստանի ազգային հերոս գեներալ-մայոր Գարեգին Պողոսյան։ Ռազմավորումից մինչև օրս զորամիավորումը պատվով է կատարում իրեն վստահված սահմանագոտու պաշտպանությունը։ Երրորդ բանակային զորամիավորում հրամանատար արիության մեդալակիր գնդապետ Սիմոն Նազարյան։ Հատկանշական է, որ բոլոր զորամիավորումների պահպանության տարածքներում առանձնակի ուշադրություն է դարձվում հերթապահության կրման պայմանների կատարելագործմանը, բանակային դիրքերի ու միջդիրքային ճանապարհների բարեկարգման ուղղված շուրջօրյա եւ հետեւողական աշխատանքներին։ Հինգերորդ բանակային զորամիավորում հրամանատար արիության մեդալակիր գնդապետ Գագիկ Պողոսյան։ Ինչպես մյուսները, այնպես էլ 5-րդ բանակային զորամիավորումը կազմավորված է մոտոհրաձգային, հրետանային, տանկային, հետախուզական ստորաբաժանումներից, ինչպես նաև կապի, ինքնագնաց հրետանու, թիկունքի եւ այլ գումարտակներից։ Այժմ 2026 թվականի մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում Հանրապետության օրվան նվիրված հանդիսավոր զորահանդեսին առաջին անգամ ներկայացվում են Հայաստանի Հանրապետության բանակի պաշտպանողական նորագույն սպառազինությունն ու ռազմական տեխնիկան։